պատկանում որ քաղաքական անձ է, պարոն Սարհատյան։ Ինչ կապ ունի, եթե քաղաքական անձը մի խուլիգան չի կարող մի պատգամավոր։ Վստահ եք, որ խուլիգանները քաղաքական դեպքում չեն եղել։ Իհարկե, այսինքն քաղաքական դեպքում բռնում են մարդուն ծեծում են, որ ինքը այլ քաղաքական մտածողություն ունի։ Առաջին քաղաքական հայացքների համար մարդը Ամենայնպես ես այդպես եմ կարծում։ Պարոն Սահակյան, Դավիթ Բաբայանը բավականին կոշտ հայտարարություններով հանդես եկավ, մինչդեռ Բակո Սահակյանի հայտարարությունը բավականին ռացիոնալ էր։ Այս հայտարարությունից հետո օրինակ չպետք է դրվի ընդհանրապես խոսնակին հեռացնելու հարցը, ըստ ձեզ։ Ձեր գնահ։ Դավիթ Բաբայանին մամուլի խոսնակին, ով Բակո Սահակյանի։ Հա, Բակո Սահակյանի մամուլի խոսնակին, ով հակասական բաներ ասաց։ Գիտեք, երբեմն այդ ամեն ինչը այնպես ուշադիր լսես, որ կարողանաս պատասխանես, առավել ևս ինքը Ղարաբաղը իր խնդիրները պետք է լուծի։ Այնպես չի, որ մենք այստեղ ինչ-որ մի բան մտածենք ու Ղարաբաղը կարողանա դառնալ։ Ընդհանրապես, եթե ինձ են հարցնում, ասում եմ, դա խուլիգանական հարց է։ Պարոն Սահակյան, ինչու՞ որ Հայաստանի իշխանությունները չընդունեցին Սամվել Բաբայանին, նա իր հարցազրույցում նշեց, որ իրեն այստեղ էլ ըստ էության հանդիպում չի եղել, այնտեղ էլ իշխանությունները նախ ես չգիտեմ ինքը դիմելա չեն ընդունել։ Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ բավականին լուրջ կռվող է, չունի ռազմական որևէ կրթություն։ Դա մեկ։ Դրանից հետո հանցագործություն է կատարել, նստել է 5 տարի։ Հետո դրանից հետո դուրս է եկել իր համար տարբեր երկրներում աշխարհում ման է եկել, հիմա եկել է գործ է ուզում ու պիտի գործ ճարեն ու տա։ Այսինքն ստատուսներ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի ասողը։ Ես չգիտեմ ուզում է թե չի ուզում, ես ոչ հանդիպել եմ, ոչ էլ գիտեմ, դուք հարց եք տալիս, ես էլ պատասխանում եմ։ Չէ, բայց գործ է ուզում, պարոն Սահակյան, դուք այդպեսի տպավորություն եք ստացել, որ գործ է ուզում։ Չէ, ես այդպեսի տպավորություն չեմ ստանում, պարզապես թերթերի հոդվածներն եմ նայել, որ իբրև թե գործ է ուզում։ Այդպես չի կարող պետական իշխանության մոտ, ովքեր ցանկանում են մոտ լինել եւ աշխատեն իշխանության ներսում, գալիս գործ են ուզում եւ իշխանությունները գործ են տալիս։ Այդպես չի կարող։ Լավ, ինչ է ուզում պարոն Բաբայանը, ըստ ձեզ, ինչի համար է եկել, ինչ է ուզում անել։ Նա հայտարարեց հստակ, որ քաղաքականություն չի մտնելու, պաշտոն չի ուզում է օգնած լինել ժողովրդին։ Ուզում է շահեկան նրան բերելը, հրավիրելը։ Ավելի լավ թող շահեկան լինի ժողովրդին։ Իշխանությունը պատրաստ է ընդունել աջակցել նրան ինչ-որ ձև իր ներուժը օգտագործել, որ շահեկան լինի։ Դեռևս մենք իշխանությունները, մենք նույնպես դեռևս չգիտենք ինչ ներուժ ունի, որպեսզի դրան աջակցենք, թե չաջակցենք։ նոր պետքա ծանոթանանք իրան ներուժին։ Պետք չի նոր ծանոթանալը, խնդիրը հետևյալն է։ Այսօր եթե եկել է, եթե մտածում ենք Ղարաբաղի հարցով, ինքը այդ ինչ ուժ ունի, որը անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները կարողանան նաև այդ ուժը օգտագործել։ Մամուլը գրում էր, որ նա շատ պարտքեր ունի եւ Սերժ Սարգսյանը մարել է նրա պարտքերը։ Այդ դուք ծանոթ եք նրա Դրանք արդեն կողքի խոսակցություններ են, որոնք չեմ կարծում, որ ճշմարտություն ունի։ Պատրաստ եք ընդունել նրա, միգուցե հրավիրեք, ասեք ինչ ներուժ ունես, ինչով կարող ես օգտակար լինել։ Բայց ինչի համար ես ընդունեմ կամ որևէ մեկը ընդունեմ։ Հետաքրքիր է, ես այսօր ազգային ժողովի նախագահ եմ, վաղը որ չլիներ, նույն կերպ պիտի խոսեմ, ինչ որ դուք եք խոսում, որովհետև այդպես է կարգը։ Պարոն Սահակյան, Հայաստանում մենաշնորհներ կան թե ոչ։ Գիտեք, մենաշնորհներ ամբողջ աշխարհում կան, բայց այդ մենաշնորհ բառը դա վատ բառ չի։ Վատը նրանում է, որ հակառակ դեպքերում մենաշնորհները ստեղծվում են ուրիշի դիրքերը խանգարելու իմաստով։ Այդ մասին ամբողջ մամուլն է գրում, ամբողջ ժողովուրդն է խոսում, բայց որպես այն կլասիկ մենաշնորհը, որը